Գործ արքայազնը ըստ Գրիմ եղբայրների։ Կար չկար մի շատ երեսարած արքայադուստր կար։ Նա միշտ ամեն ինչից դժգոհ էր, որքան շատ էր ունենում, այնքան ավելին էր ուզում։ Երբեք ոչ մեկին չէր լսում։ Միշտ անում էր միայն այն, ինչ ինքն էր ցանկանում։ Մի օր արքայադուստրը վերցրեց իր ոսկե գնդակն ու գնաց պարտեզ խաղալու։ Չնայած դայակը պատվիրել էր, որ նոր թաշկինակներ ասեղնագործի։ Նա ոսկե գնդակը նետեց օդ 1 անգամ, 2 անգամ, 3-րդ անգամ գնդակը գլորվեց ու ընկավ ջրհորը։ Արքայադուստրը սկսեց լաց լինել, ոտքերը խփել գետնին, բղավել։ Նա շարունակում էր լաց լինել եւ բղավել, երբ հանկարծ ջրհորից մի հսկա գորգ դուրս ցատկեց։ «Թու», ասաց արքայադուստրը, «զզվելի կեղտոտ գորգ, հենց հիմա հեռացիր այստեղից»։ Բայց գորգը տեղից չշարժվեց։ Նա սկսեց խոսել մարդու ձայնով։ «Ինչու ես այսպիսի աղմուկ աղաղակ բարձրացրել», հարցրեց նա։ «Խոսող գորգ»։ Արքայադուստրը մի պահ զարմանքից քար կտրեց, բայց հետո արհամարհանքով նայեց գորգին ու ասաց. «Իմ սիրելի ոսկե գնդակն ընկել է ջրհորը, գնա եւ բեր այն»։ Գորգը ցատկեց ջրհորի մեջ եւ մի ակնթարթում վերադարձավ, բերելով գնդակը։ Արքայադուստրը ցանկանում էր վերցնել այն, բայց գորգը ոտքը ամուր դրեց գնդակին ու ասաց. «Քեզ ոչ ոք չի սովորեցրել, որ պետք է ասել խնդրում եմ կամ շնորհակալ եմ։ Ինչևէ, ես մի պայման ունեմ»։ Արքայադուստրը զարմացած նայեց գորգին։ «Ոչ ոք երբեք չի համարձակվել այսպես խոսել ինձ հետ», մտածեց նա ու բարկացած ասաց. «Խնդրում եմ, վերադարձրու գնդակս ու ասա, թե ինչ ես ուզում»։ Առանց ոտքը գնդակից վերցնելու գորգն ավելի մոտեցավ արքայադստերը։ «Ես ուզում եմ գալ ու ապրել քեզ հետ պալատում, ուտել քո ափսեից ու քնել քո բարձին»։ Արքայադուստրը սարսափեց, բայց քանի որ վստահ էր, որ գորգին տրված խոստումը ոչինչ չէր նշանակում, թոթվեց ուսերը եւ ասաց. «Իհարկե, կարող ես»։ Հետո նա վերցրեց իր ոսկե գնդակը եւ վազելով վերադարձավ պալատ։ Այդ օրը ընթրիքին թագավորական ընտանիքը մի տարօրինակ ձայն լսեց. «Արքայադուստր, որտե՞ղ ես»։ Ու ներս ցատկեց մի գորգ։ «Աստված իմ», ասաց արքայադուստրը, թաքուն ու շագնաց եղավ, թագավորը գիտեց հոնքերը։ «Դու ճանաչում ես այս գորգին, արքայադուստր», հարցրեց նա։ «Օհ, Աստված իմ», կրկին ասաց արքայադուստրը։ Նա ստիպված էր հորը պատմել, թե ինչ էր տեղի ունեցել պարտեզում։ Երբ հայրը լսեց պատմությունը, պնդեց, որ արքայադուստրը կատարի իր խոստումը։ Գորգը նստեց արքայադստերաթոռին, շատ քիչ կերավ նրա ափսեից, իսկ արքայադուստրն ավելի քիչ։ Երբ եկավ քնելու ժամանակը, արքայադուստրը փորձեց թաքուն հեռանալ ննջասենյակ, բայց թագավորն իր խիստ հայացքով հիշեցրեց նրան գորգին տրված խոստման մասին։ Արքայադուստրը զզվանքով բռնեց գորգի ոտքից եւ երբ հասավ իր մեծ վարագուրապատ մահճակալին, գորգին շպրտեց անկողնու մի անկյունը։ Նա ողջ գիշեր աչք չփակեց։ Հաջորդ երեկոյան գորգը նորից վերադարձավ։ Երբ եկավ քնելու ժամը, գորգն ու արքայադուստրը կրկին քնեցին նույն անկողնու հակառակ կողմերում։ Երրորդ օրը արքայադուստրն այնքան քաղցած էր, որ առանց գորգին ուշադրություն դարձնելու կերավ իր առջև դրված ողջ կերակուրը։ Երբ քնելու ժամը եկավ, նա այնքան հոգնած էր, որ հենց գլուխը դրեց բարձին, խոր քուն մտավ։ Առավոտյան նա արթնացավ բարձր տրամադրությամբ եւ երբ հիշեց գորգին, հայացքով փնտրեց նրան, բայց ոչ մի տեղ չգտավ։ Փոխարենը տեսավ անկողնու մոտ կանգնած կանաչ թավշյա հագուստով մի երիտասարդի։ «Ողջույն, արքայադուստր, գիտես, որ դու խրմփացնում ես», ասաց երիտասարդը։ Արքայադուստրը բացեց բերանը, որ բղավի, բայց հմայիչ երիտասարդը շարունակեց. «Փառք Աստծո, դու չճանաչեցիր ինձ։ Ես այն գորգն եմ, որ փրկեց քո ոսկե գնդակը։ Ինձ կախարդել էր Փերին, որովհետև ես անքաղաքավարի էի ու երեսառած»։ Արքայադստեր բերանը զարմանքից բաց էր մնացել։ Երիտասարդը աչքի պոչով նայեց զարմացած արքայադստերը եւ շարունակեց.
Կախարդանքը կվերանար միայն այն ժամանակ, երբ նույնքան անքաղաքավարի եւ երեսարած մեկը ինձ հետ սիրալիր վարվեր։ Թագավորին եւ թագուհուն դուր եկավ կանաչ թավշյա հագուստով սիրալիր պատանին։ Արքայադուստրն էլ այնպես սիրահարվեց երիտասարդին, որ դարձավ նուրբ ու քնքուշ։ Նրանք ամուսնացան եւ շատ երեխաներ ունեցան, ովքեր ամենևին էլ երեսարած չէին։ Բոլորն ապրեցին առողջ ու երջանիկ, իսկ ոսկե գնդակն ու կանաչ թավշյա հագուստը պահեցին մի մութ պահարանում։